Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բարև ձեզ։ Ինչ նոր գրքեր ունեք։ Նոր գրքեր Աղաբաբյանի, Աշոտ Աղաբաբյանի գրքերից ունենք, ժամանակակից գրող Ռուբեն Եսայանի գրքերից ունենք։ Ինչպես խոսել ենք, առաջ կան ստամբուլը։ Իսկ ունեք պլան, թե ինչպես երեխաներին ինչ-որ ժամանակ սոցիալական ցանցերից կտրել եւ կապել գրքի հետ։ Փորձում ենք ամեն ինչ անել, կազմակերպում ենք ամենամսյա գրքի քննարկումներ, պատմվածքների քննարկումներ, որ խթանեն։ Այդ շատ լավ ճանապարհ է, որովհետեւ հիմա երևի ընթերցանությունը ակումբային տրամաբանության վրա պետք է դնել, որովհետեւ մարդը երբ որ մենակ է առնում, հիմա անդադ կտրվում է։ Իմիջայլոց այդ արդեն արձանագրված փաստ է, որ ժամանակակից մարդու մեծագույն խնդիրներից մեկը կոնկրետ ժամանակ կենտրոնացած մնալ մի խնդրի վրա, որովհետև սոցիալական ցանցեր, ինտերնետ եւ այլն, չգիտեմ ինչ նույնիսկ այնց հաշվարկ կար, որ միջինում այսքան վարկյան է մարդը, այսօրվա մարդը կարողանում կենտրոնանալ մի խնդրի վրա, անպայման մի հատ շեղվում է, մի հատ լուր, մի հատ, չգիտեմ, WhatsApp, մի հատ Messenger, մի հատ եւ այլն եւ այլն։ Դրա համար ակումբային քննարկումը, երբ որ ներգրա մի քանի, որովհետև սոցիալական ցանցի տրամաբանությունն է, չէ ուրիշների հետ հաղորդակցության մեջ է էլի մարդը, որը հնարավորություն է տալիս իրան վիրտուալ դաշտից տեղափոխվել իրական դաշտ եւ գրքի նյութի քննարկումը շատ տարածքը իհարկե։ Մենք նախընտրական ծրագրում այդպիսի կետ ավելացրեցինք, նաև այս քննարկումների արդյունքում, որ մենք ընթերցանությունը խթանող ծրագրեր պետք է անենք եւ իմ կարծիքով եւ այդպիսի գաղափարներ էլ կան, որ ընթերցողների ակումբներ ստեղծվեն։ Իմ քայլը հիմնադրամի նախագիծն է դա, որ ընթերցողների ակումբներ ստեղծվեն, ոչ միայն դպրոցականների շրջանում, բայց իհարկե դպրոցական գրադարաններն էլ դասերից հետո կարող են օգտագործվել։ Հիմա օրինակ Հազար ներողություն գյուղի երիտասարդները, մեծահասակները, կանայք, տղամարդիկ հավաքվեն, գիրք կարդան, քննարկեն, շատ լավ ֆորմատ է։ Ասած մենք երրակող ֆորմատով ենք անում դա, այսինքն այն թեմաները, որ պետք է ընթերցենք, պայմանավորվում են գյուղուսուցիչները եւ ծնողները եւ աշակերտները։ Հոյակապ։ Հետո քննարկում ենք դա։ Հոյակապ ձևաչափ եք մտածել։ Ապրիլի 7-ին պետք է անենք, բայց այս բանը հետաձգեցին։ Էլի ես մեղավոր դուս եք։